Երբ ձմեռային երկինքը խտանում է կապարի գույնի, իսկ օդը դառնում է պարզ ու թափանցիկ, տիեզերքը կարծես սառչում է սպասման մեջ։ Սա լռություն է, խորը փոփոխությունից առաջ, հազիվ նկատելի լռություն, երբ ճակատագրի հին քարտերը պատրաստ են կրկին բաժանվելու։ 2026 թվականի փետրվարի կեսերին լուսատուների հսկող հայացքի ներքո մի քանի կենդանակերպի նշաններ կհայտնվեն երկնային վերակառուցման հենց էպիկենտրոնում։ Նրանց ճանապարհները կհատվեն հատուկ էներգիայով, որը պահանջում է քաջություն և գիտակցություն։ Պատրաստ եք լսել աստղերի ուղերձը։ Խոյ, ընտրության բեռը և լուսաբացի ծնունդը։ Ձեզ համար կրակոտ ռահվիրաներ, որոնք սովոր են համարձակ քայլեր անել և նվաճել տիեզերքը պատրաստել է հատուկ փորձություն։ Խոսքը արագ հաղթանակի մասին չէ, այլ ձեր կողմից ցանված սերմը ձեր թևի տակ վերցնելու մասին։ Սա կարող է լինել նախագիծ, գաղափար կամ նույնիսկ նորաստեղծ գործընկերություն, որը պահանջում է հետևողական խնամք, այլ ոչ թե իմպուլսիվություն։ Աստղերը կհետևեն, թե ինչպես եք դուք կառավարում ներուժի այս ծանրությունը։ Մի փորձեք միանգամից այրել այդ ամբողջ վառելիքը։ Հիմա ավելի կարևոր է կառուցել ամուր հիմք, որի վրա կաճի իսկապես մոնումենտալ մի բան։ Սա ձեր հնարավորությունն է ապացուցելու, որ դուք ոչ միայն մեկնարկային խաղացող եք, այլև հիանալի ավարտող։ Ցուլ. Անձնական կոնվենցիաների համակարգի ճեղքում։ Սիրելի ցուլ, ձեր հարմարավետ և կայուն աշխարհը, որը դուք այդքան ուշադիր կառուցել եք, կարող է հանկարծակի նեղված թվալ։ Գալիս է ոչ թե արտաքին փոթորիկ, այլ ներքին ցունամի, ձեր սեփական հոգու հանգիստ, բայց հզոր շշուկա։ Այն, ինչ նախկինում թվում էր անսասան և հարմարավետ, հանկարծ կառաջացնի հանգիստ կամ գուցե նույնիսկ բարձր ոչ։ Սա քմահաճույք չէ, այլ ձեր ներքին հեղափոխականի արթնացում, որը հոգնած է առօրյայից։ Լսեք այս զգացողությանը։ Հնարավոր է ժամանակն է թողնել ուժասպառ պարտավորությունները կամ համարձակորեն հայտարարել ձեր իրական ցանկությունները, նույնիսկ եթե դրանք խաթարում են ծանոթը։ Սա ապստամբություն է իսկության անունով, և դա կարևոր է ձեր շարունակական աճի համար։ Ջրհոս. երբ երկինքը ճշգրտումներ կկատարի ձեր կյանքի նախագծի մեջ, ձեզ համար, կենդանակերպի տեսանողների համար, այս ժամանակահատվածը կլինի լիակատար վերագործարկման պահ։ Ձեր ոլորտում խավարումը կգործի ինչպես հզոր վիրուս, հեռացնելով հնացած կոդը ձեր կյանքի սցենարից։ Երկար ժամանակ չօգտագործված ծրագրերը կարող են փլուզվել, կամ ոչ մի տեղ չտվող ճանապարհը կարող է հանկարծակի անհետանալ։ Մի խուճապի մատնվեք, սա քաոս չէ, այլ ավելի բարձր միջամտություն, որը մաքրում է ճանապարհը այն բանի համար, ինչը իսկապես համապատասխանում է ձեր եզակի էությանը։ Հին համաձայնագրերը, անձնական կամ գործնական, կարող են լուծարվել մի ակնթարթում։ Վստահեք այս գործընթացին, տիեզերքը բառացիորեն է էջերը պոկում ձեր հին գրքից, որպեսզի դուք կարողանաք սկսել գրել նորը, մեկը, որն ավելի գրավիչ է և ներդաշնակ ձեր ներքին թրթրման հետ։ Ձկներ. անհատակ խորություններում արտացոլում։ Ձեզ համար, օվկիանոսային հոգիների համար, այս հորձանուտը կլինի ոչ թե արտաքին, այլ ներքին։ Տիեզերքը հրավիրում է ձեզ խորը սուզվելու ձեր սեփական ենթագիտակցության մեջ, որտեղ ներքևում, կիսամթության մեջ, ձեզ սպասում են չբացահայտված նվերներ և հնարավորությունների թաղված գանձեր։ Սա գործողության ժամանակ չէ, այլ խորհրդածության, ինտուիտիվ ներհայացքի և նուրբ կարգավորման։ Ձեր ներքին աշխարհի լռության մեջ երկար տանջված հարցերի պատասխանները կհնչեն, կգան ներհայացքներ և մոռացված երազանքները կհայտնվեն ջրի երեսին։ Վստահեք այս մշուշոտ պատկերներին և երազանքներին։ Ձեր զգայունության ցանցը այժմ կբռնի ամենակարևոր ազդանշանները։ Մի թափեք տեսիլքների այս միստիկ կոկտեյլը, այն կխթանի ձեր անհավանական վերելքը առաջիկա ամիսներին։ Կարիճ. սիրային հորոսկոպ, փետրվարի համար։ Ընդհանուր պատկեր։ 2026 թվականի փետրվարը կարիճների համար կլինի ներքին վերածննդի ժամանակաշրջան, երբ հուզական խորությունները կբացահայտվեն և կպահանջեն ուշադրություն։ Ձեր ինտուիցիան կբարձրանա, ինչը ձեզ համար ավելի հեշտ կդարձնի ձեր շրջապատի իրական դրդապատճառները տարբերակելը։
Ամսվա էներգետիկ ֆոնը խրախուսում է ձեզ վերանայել հարաբերությունները, արժեքները և անձնական սահմանները։ Սա մակերեսային հաճույքների ժամանակը չէ։ Դուք կգրավվեք իմաստով, անկեղծությամբ և կյանքին իմաստ հաղորդող սերտ կապերով։ Կարևոր է լսել ձեր մարմնին և երազանքներին, դրանք կարող են հուշումներ տալ թաքնված ցանկություններն ու վախերը հասկանալու համար։ Հնարավոր են մասնագիտական և անձնական փոփոխություններ, որոնք պահանջում են ընտրություն կատարել անվտանգության և ռիսկի միջև։ Ձեր ինտուիտիվ զգացողությունը կօգնի ձեզ ճիշտ որոշում կայացնել։ Ընդհանուր առմամբ, ամիսը հնարավորություն է տալիս փոխակերպվելու սիրո և ինքնագիտակցության միջոցով։ Եթե պատրաստ եք ավելի խորը փորել, փետրվոնը ձեզ կպարգևատրի պարզությամբ և հուզական ուժով։ Հարաբերությունների մեջ գտնվողների համար։ Հաստատված հարաբերությունների համար փետրվարը հնարավորություն կտա բարձրացնելու իրենց կապը մտերմության և վստահության նոր մակարդակի։ Զուգընկերների միջև զրույցները կդառնան ավելի անկեղծ։ Հնարավոր է, որ դուք քննարկեք կարևոր ապագայի հարցեր, դերերի բաշխում կամ երկար ժամանակ հետաձգված ծրագրեր։ Սա լավ ժամանակ է միասին փոփոխություններ կատարելու համար։ Տեղափոխություն, վերանորոգում, ֆինանսական պլանավորում կամ համատեղ նախագծեր սկսել։ Մտերիմ հարաբերություններում կբարձրանա հուզական խորության և անկեղծության կարիքը։ Ուստի ցանկացած կեղծիք կամ խուսափողականություն նկատելի կլինի և վաղ թե ուշ լարվածություն կառաջացնի։ Նրանք, ովքեր թաքցրել են չասված հարցեր, պետք է ընտրեն հաղորդակցության նուրբ, բայց անմիջական ձև։ Մեղմ տոնը և բովանդակության պարզությունը կօգնեն խուսափել վիրավորված զգացմունքներից։ Եթե զուգընկերներից մեկը ներքին ճգնաժամ է ապրում կամ ինքնակատարելագործման է ձգտում, փորձեք աջակցել նրանց, առանց որոշումներ պարտադրելու։ Համատեղ ծեսերը, զբոսանքները, բարձրաձայն ընթերցանությունը, երեկոյան զրույցները առանց հեռախոսների կամրապնդեն կապը։ Ռոմանտիկ համատեքստում հնարավոր են անկեղծ սիրո արտահայտություններ, որոնք կստեղծեն վստահություն։ Առօրյա կյանքում պարտականությունների բաժանումը քննարկման և ներդաշնակեցման առարկա կլինի։ Նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ չեն։ Միայնակ կարիճները փետրվերին ուշադրություն կգրավեն իրենց խորհրդավոր աուրայի և հանգիստ վստահության շնորհիվ։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք հանդիպել մեկի, որի հետ կզարգացնեք խորը հուզական կապ, բայց իրադարձությունները կարող են չզարգանալ ավանդական սցենարի համաձայն։ Նախ հուզական ռեզոնանս, ապա տրամաբանական հասկացողություն։ Եթե փնտրում եք լուրջ հարաբերություններ, ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային, քան արտաքին տպավորություններին։ Մակերեսային սիրախաղերը հավանաբար չեն համապատասխանի ձեր իրական ձգտումներին։ Նոր փորձառությունների համար բաց մարդիկ պետք է ավելի համարձակ լինեն սոցիալական իրավիճակներում։ Մի փոքր անկեղծություն և արժեքներն ու նպատակները քննարկելու պատրաստակամություն կգրավեն լուրջ շփման պատրաստ մարդկանց։ Փետրվարը նաև հարմար է ներքին աշխատանքի համար։ Ժամանակն է աշխատել ձեր ինքնագնահատականի վրա, թողնել հին դժգոհությունները և պատրաստվել այն հարաբերություններին, որոնք իսկապես ցանկանում եք։ Եթե անկախությունը կարևոր է ձեզ համար, մի շտապեք հարաբերություններ սկսել փողզիչումամբ։ Ավելի լավ է սպասել այնպիսի զուգընկերոջ, որը կհարգի ձեր խորությունն ու ազատությունը։ Հնարավոր դժվարություններ։ Զգացմունքային առումով հնարավոր են խանդի պահեր և մտավոր դրամայի հակում։ Ձեր հարուստ երևակայությունը կարող է ստեղծել սցենարներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Փորձեք ստուգել փաստերը և խուսափել շտապ եզրակացություններից։ Իրավիճակները և շրջապատի մարդկանց վերահասկելու անհրաժեշտությունը կարող է լարվածություն առաջացնել հարաբերություններում։ Փորձեք գիտակցաբար հրաժարվել ամեն ինչ կանխատեսելու ցանկությունից և ձեր զուգընկերոջը որոշակի անձնական տարածք տրամադրել։ Փետրվարին կարող են ի հայտ գալ ներքին վախեր, որոնք կապված են լքվածության կամ ինքնավստահության պակասի հետ։ Օգտակար է դրանց հետ գործ ունենալ սիրելիների հետ զրույցների, թերապիայի կամ ինքնահետազոտության միջոցով։ Արտաքին հանգամանքները, ինչպիսիք են աշխատանքային ծանրաբեռնվածությունը կամ ֆինանսական խնդիրները, կարող են նվազեցնել հարաբերություններին հատկացված ժամանակի և էներգիայի քանակը, հանգեցնելով գրգռվածության։ Հնարավոր են նաև իրավիճակային հակամարտություններ, անցյալի թյուրըմբռնումների հանկարծակի ի հայտ գալով։ Ավելի լավ է արագ լուծել նման խնդիրները, քան թույլ տալ, որ լռությունը կուտակվի։ Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Հուզական սթրեսը կարող է ազդել քնի և անձեռնմխելիության վրա, ուստի ձեր ռեժիմում ներառեք հանգիստը և ինքնախնամքը։ Եզրափակիչ առաջարկություններ։ Դիտեք փետրվարին որպես խորը մաքրման և ընտրության ժամանակ։ Անկեղծ եղեք ինքներդ ձեզ և ձեր զուգընկերոջ հետ։ Թույլ տվեք, որ ձեր զգացմունքները դուրս գան, բայց փորձարկեք դրանք տրամաբանությամբ։
Ուշադրություն դարձրեք երազներին եւ ինտուիտիվ պատկերացումներին, դրանք կարող են հուշել փոփոխության ուղղությունը։ Միաժամանակ աշխատեք վստահության եւ անձնական սահմանների վրա։ Ամուր հարաբերությունները կառուցվում են անկեղծության եւ միմյանց ազատության նկատմամբ հարգանքի վրա։ Եթե միայնակ եք, օգտագործեք այս ամիսը ներքին կերպով հարաբերություններին նախապատրաստվելու համար, այլ ոչ թե ժամանակավոր հարմարավետություն փնտրելու համար։ Առօրյա եւ ֆինանսական հարցերում եղեք պրագմատիկ, բայց մի մոռացեք կյանքի ռոմանտիկ կողմի մասին։ Փոքր անկեղծ ժեստերն այժմ ավելի արդյունավետ են, քան շքեղ խոստումները։ Մի մոռացեք ձեր առողջության մասին։ Կանոնավոր քունը, պարզ վարժությունները եւ լռության պահերը կօգնեն պահպանել հուզական կայունություն։ Վերջնական արդյունքում փետրվարը ձեզ հնարավորություն կտա հասնել մտերմության եւ ինքնաճանաչման նոր մակարդակի, եթե պատրաստ եք կապվել ձեր սեփական խորությունների եւ գործել բաց, բայց գիտակցված։